Սամվելի Արսենի տատին եմ նման հերոսների տատին, բայց չարժեմ նման հերոսների մամայի հետ այդպես ինչ-որ մի սրբապիղծ, մի խուլիգան գա և կողոպտի ախր ինքը քիչ չկործրել, ինքը ուներ այդ երկու թանգը, այդ էլ կործրեց հայրենիքին, իսկ այդ մեղադրյալը 20 թվին իրա երեխուն, իրա տղուն մի քանի տղաների հետ սարերով, ձորերով հանել բերել է հասցրել Երևան, իսկ իմերը հաղցրել է իրա երեխաներին։ Սպայի կոչում, նույն օրը ինքը իրա տղուն փախցրեց Հայաստան ու իրա բառերն եմ շեշտում, ասեց նարկոտիկի վրա նստացրել են, որ ինքը հետ չգնա Ղարաբաղ։ Իսկ իմ երեխեքը մնացին միջև վերջ պաշտպանեցին իրենց հայրենիքը, որ այսօր իրա մամային նման վերաբերմունք ցույց տան։ Միթե կարելի է, չի կարելի այդ տուն չենք ծախել, ավտո չենք ծախել, ես իմ ինչ չենք հարել, ես կարճ խելքով նույն օրը պիտի իրան ձերբակալեին և այդ հարցին լուծում տային, մի տարի է ձգձգում, բանը հունիսն ու հուլիսը իրար հետ շփոթել է ու դա հիմք է դատարանում, դատարանը հետաձգելու համար ու նման Արման Նահապետյանին ազատ արձակելու համար, որ ինչ-որ հունիսն ու հուլիսը շփոթել է իրա հետ։ Չգիտեմ մի խնդրանք այս երեխու մաման հանդիպի, համապատասխան վայրը միգուցե այդ հարցին լուծում տա, ինքը կորցրել է իրա թանգերը, իրա երկու անգամ տունակ դրել, երկու անգամ տունակ կորցրել, հայրենիքա կորցրել, հիմա էլ իրա երեխեն, որ ավտոն առել է Ստեփանակերտ քաղաքում եկավ ասես, տատի չես պատկերացնի ինչ ավտո եմ առել, վառելիք չի եղել, որ ինքը մի անգամ իրա ավտոն քշի, հապոստերից զանգում էր, ասում էր, տենաս կքշեմ ավտոս, տենաս մերն ասում էր Սամվել խի ես տենց խոսում, ես իմ մամ, հաջողություն լինի, ես իմ ավտոն քշեմ, և են ավտոն իմ տալի թորը հանում բերում աստեղ, իրա ընկերը, զինվորական ընկերը, գալիս ասում ալաքույրիկ, ես ուզում եմ Սամվելի ավտոն առնեմ, ինձ նվեր պահեմ, և այդ փողում մենք էլ մի քիչ էլ խնայողաբար փողուն էինք պահած, ինքը մեր տանը նստում ենք գնում ենք բանկից հանում բերում տալիս իրա ձեռը և հիմա այդ ոնց է նա գլուխը դնում բարձին քնում, չի ասում այդ նույն ավտոյից իրա տղան է քշում, իրա տղան չի ասում պապ, ես ինչ գումարով ես ավտոն ինձ համար առել, նա տղան իմ տղաների հետ ծառայելուց է եղել, ինքը չի իմանում, որ դա ինչ փող է, գոնե տղան սրբություն ունենա, ասի պապ, չի կարելի էլի նման փողով ավտո քշել, վերադարձուրու այդ կնոջ փողով։ Ինչ պատիժ կարող է ստանալ նա, որ դուք գոհ լինեք։ Ոչ մի բան չեմ ուզում, մենակ թե մեր գումարի հետ վերադարձնի մեզ։ Մենք շատ ենք կործրել ես հայրենիքի համար, ամենաթանկերն եմ կործրել։ Որ ասում էի Սամվել գնանք էլի Ռուսաստան, ասում էր տատ, սա տենց կարճամիտ եք է այդ դրա համար, տատի ոնց թողենք մեր Ղարաբաղը գնանք, տատի գնայի կտենաս ամենավերջում մեր Ղարաբաղից լավ տեղ չի լինելու, տատի այ կտենաս մեր Ղարաբաղից լավ տեղ չի լինելու։